Հայաստանի քաղաքացիները տարբեր ճանապարհներով գալիս են Գերմանիա հիմնականում բուժման նպատակով, բայց ամեն հիվանդության դեպքում կարելի է գալ Գերմանիա եւ արդյոք կտրվի իրենց լիարժեք բուժում։ Շատ լավ հարց է, ինձ էլ են շատ հաճախակի դիմում հայ հիվանդները եւ ուզում են անպայման ընկնել Գերմանիա, քանի որ Գերմանիայում առանց ապահովագրության բուժում անցնելը բավականին թանկ, այսպես ասած, հաճույք է։ Մեծագույն մասը հիվանդների, մեծ տոկոսը իրենք հանձնվում են որպես փախստական, որպեսզի ստանան փախստականի կարգավիճակ ու պետությունը, այսպես ասած, փակի բոլոր այդ ամբողջ բուժման ծախսերը։ Նմանատիպ դեպքեր կան հիվանդություններ, որի ժամանակ որ նաև մերժվում են, այսինքն սա ոչ լեգալ ճանապարհ է բնականաբար, իրենք ուղղակի փորձում են հիվանդությունը, եթե մտածում են, որ Հայաստանում չի բուժվելու, իրենք անպայման փորձում են գալ Գերմանիա կամ եվրոպական այլ երկրներ։ Չի ուզենա հիմա դրան անդրադառնալու, ասել ճիշտ եմ դա գտնում, թե սխալ, դա մարդկանց ցանկությունն է եւ եթե ունեն հնարավորություն հասնելու այնտեղ, միգուցե ունեն այդ իրավունքը, բայց փաստը մնում է փաստ, որ եթե հիմնականում մեծագույն մասը գալիս են օնկոլոգիական խնդիրներով, այսինքն ուռուցքային հիվանդությունների արկայության դեպքում են իրենք փորձում հասնել Գերմանիա, եւ որպես փախստական հանձնվելուց հետո արդեն ստանում են բժշկական ապահովագրություն պետության կողմից ֆինանսավորվող եւ անցնում են համապատասխան բուժում, բայց ցավոք սրտի մեծ մաս դեպքերում արդեն խոսքը գնում է վերջին ստադիաներում գտնվող վերջին փուլերում գտնվող ուռուցքի մասին, որտեղ որ շատ մեծ բան անելու հնարավորություն չկա։ Բայց այս դեպքում օտար քաղաքացիից գումար է վճարում, չէ՞։ Գերմանական ապահովագրական ծառայությունը վճարում է փախստականին, որպեսզի հիվանդությունը բուժվի։ Բոլոր փախստականներին է վճարում, ոչ միայն հայ, շատ ուրիշ երկրներից են գալիս փախստականներ հենց բուժվելու նպատակով։ Այսինքն իրենք ունենում են այդ հնարավորությունը բուժվելու։ Գերմանացիները չեն բողոքում, մենք հարկ վճարենք, դուք։ Դա համակարգ է, Գերմանացին չի կարող բողոքի, որովհետև դա նախապատմություն ունի, Գերմանիայի անցյալը շատ ծանր անցյալ է, որովհետև Գերմանիայի նախկին իշխանությունների պատճառով 6 միլիարդ հրեա մորթվեց եւ սպանվեց, այսպես ասած հոլոկոստի պատճառով, իրենք հիմա իրենց մարդասիրական իրենք հիմա պարտավորված են զգում իրենց մարդկանց օգնելու եւ դա է պատճառը, որ իրանք բարձր դրա մասին չեն կարող նշել։